Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Շնորհակալ եմ, ես հիշեցի Տիկին Սարգսյան եւ ոստիկանությունը 2018 թվականին հերթապահություն իրականացնում Մայրաթոռում ու նաեւ ոստիկանության այդ ջանքերով չկայացավ նոր Հայաստան նոր հայրապես շարժումը, ինչի համար ես ցավում եմ, բայց դա թողնենք։ Հիմա խոսքը վերաբերվում է 2018 թվականի նոր Հայաստան նոր հայրապես շարժմանը, երբ շարժման մասնակիցներին հաջողվել էր ազատագրել վեհարանը, ցավոք սրտի ոստիկանության ջանքերով շարժումը տապալվեց։ Բայց հիմա անցնենք առաջ, էլի։ Տիկին Սարգսյան, Գարնանը իմ կողմից շրջանառության մեջ դրված, մեր կողմից համատեղ մշակված օրենքի նախագիծ ընդունվեց եւ օգոստոսի 9-ին մտավ ուժի մեջ, ըստ որի պետական եւ համայնքային բոլոր կառույցները պարտավոր են տեղադրել բարձր որակի տեսախցիկներ եւ 24-ժամյա հասանելիություն տրամադրեն ոստիկանությանը, ներքին գործերի նախարարությանը եւ նաեւ ինքնաշխատ եղանակով եւ ոչ միայն ինքնաշխատ եղանակով այդ տեսախցիկների ստացված տեղեկատվությունը պետք է վերլուծվեր եւ կազմվեին վարչական իրավախախտումներ, ինչը կբերեր վարչական իրավախախտումների թվի պակասման եւ նաեւ դուգանքների թվի աճի, որը կբերեր նաեւ կանխարգելման։ Ես ուրբաթ օրը մասնակցում էի կառավարություն կոմիտեի նիստին, որտեղ Երևանի քաղաքապետարանը բերել էր օրենքի նախագիծ, որով իրենք պատրաստվում են իրենց կողմից մշակված խախտումներ ուղարկել ներքին գործերի նախարարությանը, որպեսզի ներքին գործերի նախարարությունը դրանցով վարչական իրավախախտումների մասին արձանագրություններ կազմի եւ նաեւ դուգանքի որոշակի մաս փոխանցի Երևան համայնքին, քանի որ տեսախցիկները պատկանում են Երևան համայնքին, ինչու եմ սրա մասին բարձրացնում, որովհետեւ սա լինում է գործողությունների նույն գործողությունը կատարվում է երկու տարբեր օրենքներով եւ ուզում եմ հասկանալ թե որ փուլում է գտնվում տեխնիկական հագեցվածության հարցը, որպեսզի ոչ միայն Երևան քաղաքից ստացվող տեղեկատվությունը, այլ նաև մյուս բոլոր համայնքներից ստացվող տեղեկատվությունը գա ներքին գործերի նախարարությանը եւ նաև սա բերի իր հետ հանցագործությունների բացահայտման թվի աճին։ Երբ ասում ենք, որ մեքենաներից գողության դեպքերի բացահայտվում է 33%-ով, վստահաբար կարող եմ ասել, երբ օրենքը իրականում գործի եւ Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքներում համայնք մտնող եւ դուսեկով ճանապարհներին տեղադրվեն տեսանկարող սարքեր, որը օրենքը պարտադրում է, այս խնդիրը կլուծվի եւ կունենանք մի քանի անգամ ավելի մեծ թվով բացահայտումների թվի աճ։ Եվ նաեւ կցանկանամ իմանալ արդյոք նախարարությունը համայնքներին մեր տեղեկացրել այս փոփոխության մասին թե ոչ, որովհետեւ հաճախ մենք ընդունում ենք օրենքներ, որոնք այլ գերատեսչությունները կամ թիմերը չեն տիրապետում։ Արդյոք մենք արել ենք, եթե չեն կարող կխնդրեմ, որպեսզի առաջիկայում բոլոր համայնքի ղեկավարներին գրություն գրենք եւ տեղեկացնենք, որ կատարվել է օրենքի փոփոխություն, ըստ որի համայնքապահական բոլոր հիմնարկերը, դրանք մանկապարտեզներն են, դպրոցներն են, համայնքի վարչական շենքերը եւ նաեւ համայնք մտնող եւ դուրս եկող ճանապարհները պետք է տեղադրվեն տեսանկարող սարքեր եւ հասանելիություն տրամադրվի ներքին գործերի նախարարությանը։ Կարծում եմ սա իսկական ժամանակն է այդ գրությունները գրելու, որպեսզի համայնքները իրենց բյուջեները կազմելուց նաեւ կարողանան իրենց ֆինանսները ճիշտ բաշխել։ Եվ նաեւ մի կարճ առաջարկ եմ ուզում ասել հաշվառման եւ քննական բաժինների մասով Տիկին Սարգսյան նախազգում շնորհակալություն հայտնել կատարված հսկայական աշխատանքի համար։ Ուզում եմ նաեւ գործընկերներին եւ մեր հանրությանը տեղեկացնել, որ էլեկտրոնային թվայնացվել են մեքենա գնելու եւ վաճառելու հնարավորությունները, կարող եք առանց հաշվառման քննական բաժիններ գնալու եւ հերթ կանգնելու վաճառել կամ գնել մեքենա եւ նաեւ ցա հնարավորություն կտա տնտեսել եւ ժամանակ եւ ֆինանսական միջոցներ, քանի որ այլևս պետհամարշերի համար 12000 դրամները չեք վճարի եւ նախ կտնտեսեք ժամանակը եւ չեք կանգնի հերթերի մեջ եւ նաեւ ֆինանսական միջոցները։ Նաեւ հերթագրման համակարգն է որոշակի արդիականացվել։ Բացի դրանից տեսական քննությունները առաջ եթե տեսական քննությունը հանձնում էր օրինակ Երևանի ՀԿԲ-ում, գործնականը նույնպես պետք է հանձներ Երևանում, ըստ փոփոխությունների կարող է տեսականը հանձնել այլ վայրում, գործնականը այլ վայրում, ինչը նույնպես շատ ողջունելի քայլ է Տիկին Սարգսյան, բայց ամեն դեպքում Երևանի ՀԿԲ-ում ունենք լուրջ ծանրաբեռնվածություն։ Ես առաջարկում եմ ու խնդրում եմ, որպեսզի բյուջեի քննարկումների այս փուլում նախատեսենք մեր այնտեղ աշխատող օպերատոր աղջիկների թիվը շատացնենք։ Տեսեք, այնտեղ ունենք 4 համակարգիչ 4 աղջիկներ, ովքեր որ գրանցումներն են իրականացնում, նրանք
կատարում են բազմաթիվ գործառույթներ։ Նախ տեսական քննությունների գրանցումներն են իրականացնում, գործնական քննությունների գրանցումները, վարորդական վկայականների փոխելու գրանցումներն են իրականացնում եւ տեղ հաշվառման վկայականների փոփոխությունները, այսինքն բազմաթիվ գործառույթներ են անում, կխնդրեմ, որպեսզի այդ օպերատորների թիվը ավելացվի գոնե 5-ով եւ տեսական քննությունների համակարգիչների թիվը բավարար է ըստիս, եթե աղջիկների թիվը ավելացվի, այդ խնդիրը կունենանք հերթերի հերթագրման արագություն եւ նաեւ մեր քաղաքացիները ավելի քիչ հերթ կսպասեն տեսական քննության մասով, իսկ գործնական քննության մասով Տիկին Սարգսյան էլի նույնպես ունենք խնդիր, էլի կխնդրեմ կառաջարկեմ եւ նաեւ մենք պատրաստ ենք ազգային ժողովը ձեզ աջակցել, որպեսզի գոնե 5 մեքենա ավելացվի Երևանի հաշվառման քննական բաժին, որպեսզի գործնական քննությունը նույնպես արագ լինի։ Ես մի քանի օր առաջ այնտեղ եմ եւ կային հերթի մեջ սպասող աղջիկներ, տղաներ, ում հետ խոսում էի, նրանք մի քանի ամիս սպասել էին հերթին, առավոտից եկել էին, երևի ժամը 9-ից 10-ից, ժամը 3-ի 4-ի սահմաններում դեռ իրենց հերթը չէր հասել, որովհետեւ բնականաբար օբյեկտիվ պատճառներով մեքենաների թիվը եւ նաեւ այդ մեքենաները սպասարկող տղաների թիվը քիչ է, կխնդրեմ, որպեսզի շատացնենք, որպեսզի մեր քաղաքացիների կյանքը լինի ավելի հարմարավետ եւ ավելի շատ պատե առիթներ ունենանք ձեզ շնորհակալություն հայտնելու թե մենք թե մեր քաղաքացիները։ Շնորհակալություն պարոն Սարգսյան հիշեցումների համար, հատկապես տեսախցիկների վիճակի, որովհետև դրանից կախված կլինի շատ բացահայտումներ օր առաջ կամ ժամ առաջ ունենալը, մնացած խնդիրները, որ դուք հիշատակեցիք, իհարկե նախարարի զեկույցի մեջ ներառված էին, դրանք այն բարեփոխումների փաթեթի մեջ էին, որոնք հեշտացնում էին նաև մեր քաղաքացիների կյանքը այդ ոլորտներին առնչվելու տեսանկյունից։ Տիկին նախարար, եթե բյուջետային խնդիրներ կան, դուք մեզ տեղյակ պայեք, որովհետև հանձնաժողովը նիստից հետո կարա եւս հանձնաժողովի նիստ հրավիրի եւ եթե հատկացումների խնդիրը առաջանում, մենք այդ քննարկում անենք եւ կառավարությանը առաջարկենք որոշակի ավելացումներ կամ չգիտեմ շտկումներ անի այս խնդիրների լուծման համար, որտեղ դա վերաբերում արդեն յուրաքանչյուր քաղաքացուն։ Եթե նկատեցիք, մեր լրագրողները արդեն դիրքավորվեցին եւ անհամբեր ձեզ սպասելու են այնտեղ, դեռ մեր աշխատանքը չավարտած։ Սպասեք այնտեղ, սպասեք։ Այսինքն Տիկին նախարարին էլ հարցեր չեք տալու, շատ լավ։ Հա, հասկացա։ Բայց ես պատասխանեմ նա պարոն Սարգսյանի հարցին։ Հիշեցնեմ, որ հիմա 12-ից նախատեսված էր մեր գաղտնի մասը, բայց մենք կարող ենք եւս 15 րոպե գաղտնի մասից բան անենք, որտեղ հարցերի հերթագրման դեռ շատ պատգամներ կան, եւ այնպես հարցերը ձևակերպենք կամ կազմակերպենք, որպեսզի 12-15 մենք մտնենք հաջորդ փուլ։ Անպայման։ Հերթով չէ, դու կաս գրված ես։ Արմեն Խաչատրյանի փոխարեն։ Խնդրեմ։ Հիմա անդրադառնալով պարոն Սարգսյանի հարցադրումներին, պարոն Սարգսյան, նախ ես եմ ուզում շնորհակալություն հայտնել նախագծի ընդունման համար, որտեղ բավական երկար տանջալից նույնիսկ կարելի ասել process ենք ունեցել, մինչև նախագիծը ընդունել ենք, եւ գիտեք վստահաբար, որ ունենք ենթաունեստրական ակտերի կարգավորման խնդիր, արդեն իսկ ակտերը շրջանառության մեջ են գտնվում։ Պիտի ասեմ, որ մեր մասնագետների համար անծանոթ կառավարության որոշման կարգավորման առարկա ունեինք եւ մի փոքր ժամանակ ծախսել ենք, որպեսզի պատշաճ կերպով ակտերը մշակվեն։ Ես առաջարկում եմ, որ մենք նաեւ համատեղ դիտարկենք այս մասը, որպեսզի նաեւ մեր ակնկալիքներն էլ կառավարության որոշումից པարզ լինեն։ Ինչ վերաբերում է համայնքի ղեկավարների հետ աշխատանքին, թեման համակարգում է իմ տեղակալը Արմեն Ղազարյան եւ ակտիվ այս մասով աշխատանքներ են տարվում, բայց վստահաբար կարիք կա եւս մեկ ազդակի փոխանցման։ Մենք նաեւ կառավարության սուբսիդավորման տրամաբանության մեջ ենք հարցի նայում, որպեսզի այն լավ գաղափարները, որոնք որ օրենքում դրված է, կարողանանք ամբողջությամբ իրացնել։ Ինչ վերաբերում է նախորդ օրը կառավարական կոմիտեում քաղաքապետարանի ներկայացրած նախագծին, վստահ եմ, որ նաև լսել եք մեր դիտարկումը, պարոն Ղազարյանը այնտեղ է եղել եւ ներկայացրել է, որ ձեր կողմից առաջ քաշված նախագծով արդեն իսկ հարցը լուծված է եւ թողնված է կառավարության որոշման տիրույթում տոկոսայնությունը կարգավորելու եւ լրացուցիչ օրենքի մակարդակում նորից հարցը կարգավորելու կարիք չկա։ Կարծես թե այս մասով կոնսենսուս ունենք եւ այդ հատվածը դուրս կգա նախագծից, բայց նաեւ իրականացնում ենք
գնահատման աշխատանքներ ընդհանուր տեսախցիկային համակարգի ներդրման մասով, որովհետև իրականում մենք անընդհատ մի բան փորձում ենք երկար ժամանակ գծագրել, հետո նոր գործիքներ են ի հայտ գալիս, դրանք ադապտացնելու կարիք ենք ունենում եւ ես առաջարկում եմ առաջիկայում այս թեմայով աշխատանքային քննարկում ունենալ, որպեսզի նախ բարձրինի թե որտեղ ենք այս պայծրությամբ գտնվում եւ համատեղ նաեւ ժամանակացույցը պլանավորենք այս առումով։ Ինչ վերաբերում է ՀԿԲ-ների աշխատանքին, ասեմ, որ այս տարի բավական պարկի թարմացում ենք ունեցել հաշվառման քննական ստորաբաժանումների, բայց այո, Երևանը շարունակում է մնալ մեր գերծանրաբեռնված հաշվառման քննական ստորաբաժանումը, նախատեսել ենք աշխատավարձային փոփոխություններ անձնակազմի համար, կարծում եմ դրական process է եղել եւ առաջիկայում այո, ոչ միայն մեքենաները պիտի շատացնենք, այլ նաեւ գործնական քննություն ընդունող անձնակազմի թիվը, որովհետեւ մենք տեղեր ունենք, որտեղ ունենք տրանսպորտային միջոցը, բայց չունենք անձ, ով որ կկարողանա գործնական քննություն ապահովել, ունենք նաեւ օպերատորությամբ զբաղվող անձնակազմ, որը թեև անում է այդ ծավալ աշխատանքի, բայց չունի վարորդական քննություն վերցնելու լիազորություն, որ մենք կարողանանք գոնե այս վիճակը կարգավորել եւ մեր քաղաքացիները երբ որ նկատում են, որ պայմանականորեն Գյումրու հաշվառման քննական ստորաբաժանում կա չզբաղված անձ, դա նրանից է, որ տվյալ անձը չի կարող ուղղակի սպասարկել գործնական քննությունը, բայց այս առումով կարծում եմ մինչեւ տարեվերջ դրական փոփոխություն կունենանք եւ 2026-ը ավելի լավ հերթագրման պատկերով կկարողանանք իրացնել, բայց կարծում եմ, որ այս ոլորտը հիմնովին փոփոխության կարիք ունի, մենք մշակել ենք կոնցեպտ, որտեղ որ վերանայել ենք առհասարակ տեսական գործնական քննությունների անցկացման կարգը եւ նաեւ մենք այն համոզմանն ենք, որ անձը դիմորդը պիտի նախ կրթական որոշակի process-ով անցնի, կրթական կոնկրետ բաղադրիչ անցնի եւ հետո նոր միայն կարողանա մասնակցել տեսական եւ գործնական քննությանը, որովհետեւ հաճախ ունենում ենք բարեկամների, հարազատների կամ այլ եղանակով սովորեցնելու process, որը մեր պահանջած անվտանգային չափանիշին չի համապատասխանում ուղղակի։ Դրա համար այս պայն նաեւ մասնավոր գործընկերների հետ ենք քննարկում, որ կրթական բաղադրիչը պարտադիր դարձնելու պայմաններում մենք կարողանանք ապահովել համապատասխան լիցենզավորված ընկերություններ, որոնք կտան պետության թելադրած քաղաքականությանը համապատասխան կրթություն եւ վստահ կլինենք, որ տեսական ու գործնական արդեն ապահով ձեռքերում կկարողանանք ավարտել։ Քոչան շատ կար։ Տիկին Սարգսյան, քանի որ արդեն քրեականացրել ենք առանց վարորդականի վարելու այդ ընթացակարգը, եթե նախկինում վարչական էր, հիմա արդեն երկրորդից քրեական պատասխանատվություն է ենթադրում։ Իմ հարցումները ունենք 10,000-ից ավել անձինք, ովքեր արդեն իսկ անցնում են քրեական գործերով։ Նաև սրանով է պայմանավորված, որ խնդրում եմ, այս հերթերի համակարգ այնպես անենք, մեր քաղաքացիները մարդիկ կան, օրինակ վարորդներ, տաքսիստներ, առաքիչներ, իրենց հացը վաստակում են վարորդական իրավունքով զրկված լինելու դեպքում իրենք էլի շարունակում են վարել առանց վարորդականի։ Եթե մենք հերթերը կրճատենք, նաև ձեր ասած փոփոխություններ անենք, այս մարդկանց արդեն կբերենք օրինական դաշտ եւս։ Մեկ էլ աշխատավարձերի հարցը շատ լավ է, որ դուք ասացիք, ես չէի ուզում բարձրացնել, մտածում էի չենք հասցնի բյուջեի մեջ, բայց շատ լավ է, որ այդ հարցը նույնպես լուծվում է։ Այն ինչ որ չենք հասցրել, տիկին նախարար, միջև լիագումարնիստ մենք կարանք քննարկենք եւ կարծում եմ հանձնաժողովը այդտեղ անելիք ունի։